Ուժեղ Հայաստան կուսակցությանը միանալու մասին, այս որոշումը ձեզ ինչպես տրվեց, ինչ հանգամանքներ հաշվի առնելով միացաք կուսակցությանը։ Ես կարծում եմ կապտվել են կուսակցությունից։ ամեն ինչը շատ տրամաբանական եւ բնական զարգացումներ է տեղի ունեցել։ Ես 20 թվականից sense տենենց ընդդիմադիր բոլոր շարժումներին մասնակից եմ։ Ես ամենօրյա հասարակական ակտիվ գործունեություն եմ ծավալում եւ հետեւաբար ասեք որևէ նոր կոնտակտ, որևէ նոր շփում, որևէ բան գոչի ամենից շատ բնական ճանապարհով մարդիկ ինձ ճանաչում են, մարդկանց հետ իմ շփումները պարբերական բնույթ են կրում, այդ շարժման մեջ, այդ միջավայրում որևէ մարդ չկա, որին ես պետքա նոր ծանոթանամ, նոր հրավիրեն, նոր ճանաչեմ, մարդկանց հետ մենք մշտական շփումների մեջ ենք եւ բանն է, որ դուք նախկին իշխանությունների հետ, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող անձ եք եւ այդ հանգամանքով պայմանավորված քննադատվեց Սամվել Կարապետյանի թիմը։ Դե անմիտ քննադատի ինչ է նշանակում։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ես եղել եմ Վայոց ձորի մարզպետ, ես եղել եմ Լեհաստանում Հայաստանի դեսպան։ Այդ դրանք իմ կենսագրության մասն է կազմում, որ ես հպարտությամբ եմ։ Ես ինձ հնարավորություն է տրվել ծառայել մեր պետությանը, ես բարեխղճորեն իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ։ Բայց ասենք հանրապետական կուսակցությունից կուսակցության խորհրդի որոշմամբ իմ գործունեությունը դադարեցվել է 12 տարի առաջ, երբ որ ես Լեհաստանում Հայաստանի դեսպան էի։ Դրանից հետո հանրապետական կուսակցություն ընտրությունների եմ մասնակցել, քաղաքական պրոցեսների եմ մասնակցել, ոչ մի անգամ դրանցում ներգրաված չեմ եղել։ Այնուամենայնիվ կապվում եք իրենց։ Այսինքն ինչի է, ես կապվում եմ, բանը չի կապվում, Բագրատյան Սերգեյը, որը ՔՊ-ի հիմա մինչև 50 այդից առաջ ինքն է եղել Վայոց ձորի մարզպետ։ Ներողություն, շարժման մեր ձևով շարժման մասին է խոսքը, սա նոր ուժ է, մասնակցում է ընտրություններին եւ նոր խոսք է բերում։ Եվ գիտեք, մեր հանրությունը նաեւ պարակտված է երկու մասի՝ նախկիններ եւ ներկաներ։ Նրանք, ովքեր նախկինների հետ կապ ունեն, դատապարտվում են, քննադատվում են։ Հիմա դուք որպես նախկին իշխանության ներկայացուցիչ միացել եք մեր ձևով շարժմանը Սամվել Կարապետյանի թիմին։ Այդ առումով դուք որքանով կարող եք նպաստ բերել այս ուժին։ Ուրեմն թողեք թող պատասխանի դուք կտաք ձեր հարցերը։ Շատ լավ։ Այդ ես ոչ մի շտամպերով չեմ մտածում։ Այսինքն եթե որևէ մեկի գլխում կա բանաձևեր, որ կան նախկիններ, ներկաներ, թե ինչ բանա նախկիններ, ինչ բանա ներկաներ, նույնիսկ այդ ասողները չեն կարող բացատրել, ես իրանց տրամաբանության, իրանց մտածողության մեջ չեմ տեղավորվում եւ իմ գիտակցությունը չեմ տանում տեղավորում այդ ստանդարտ մտածողության մեջ։ Ես ժամանակին կրթություն եմ ստացել, աշխատանքային գործունեություն եմ իրականացրել, այդ թվում նաև պետական բարձր պաշտոններ եմ զբաղեցրել եւ պաշտոնները զբաղեցնելուց իրականացրել եմ բարեխղճորեն իմ պարտականությունների կատարումը։ 2020 թվականից ես փողոցում բոլոր հնարավոր ընդդիմադիր շարժումների մեջ ներգրաված լինելով մասնակցում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ջանքերին, նպատակներին։ Հիմա ես տեսնում եմ, որ ամենամեծ հնարավորությունը այս պահին ունի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ նախաձեռնությունը եւ ես ինքս պատրաստակամություն եմ հայտնել իմ ջանքերը ներդնել այս գործընթացին հաջողության հասնելու համար։ Բայց ասում են հենց ձեր միանալը եւս մեկ անգամ փաստում է, որ ուժեղ Հայաստանի մասին է խոսքը կապված է նախկինների հետ եւ որպես ապացույց օրինակ միացաք դուք։ Ասում են, ասեք ով է ասում, ինչա։ Հիմա օրինակ երեք դա ՔՊ-ականների ասածների մարդ ուշադրություն կդա։ Դա հիմա Պետրոս Ղազարյանն ասացին նորմալ մարդ ուշադրություն կդարձնի։ Հիմա ես հազարավոր երեք մեկնաբանություններ, կարծիքներ, ոգևորություն եմ լսել հենց այս նախաձեռնությանը իմ միանալու համար, էդ էլ են ասում։ Որ ասում են, որ շատ լավ է, որ ընդդիմադիր դաշտի բոլոր գործիչները մի կողմ են դնում իրենց ամբիցիաները, մի կողմ են դնում իրենց պատկերացումները եւ ազնվորեն նվիրված կերպով մասնակցում են այս շարժմանը դան հաջողություն տանելու համար։ Մի հայտնի արտահայտություն ունեք, ասում եք, ես միակ քաղաքական գործիչն եմ, որ հանրահավաք է կազմակերպել եւ միայն ինքն է մասնակցել։ Ինչ նկատի ունեիք։ Ինչ նկատի ունեի, որ ձեր կազմակերպած հանրահավաքին որևէ մեկը չի մասնակցել։ Այդպես բան եղել է։ Եղել է նաև, որ ես օրինակ 2022 թվականի օգոստոսի 23-ին հրավիրել եմ հանրահավաք, դրան մասնակցել է 5000-ից ավել մարդ եւ դա էլ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը, որի նախաձեռնող ելա մեկ քաղաքացի, դա էլ է եղել։ Դուք այնուամենայնիվ հաջողություն տեսնում եք Սամվել։ Այո, ես վստահ եմ, Սամվել Կարապետյանը ազնիվ հայրենասեր մարդ է, ուժեղ անհատականություն է եւ ես վստահ եմ, որ նրա առաջնորդությամբ մենք ունենալու ենք մեծ հաջողություններ եւ դա միայն իմ վստահությունը չի, այդ հարցում ամենամեծ վստահություն ունի Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ վախեցած է, դրա համար էլ մարդուն պահում է անազատության մեջ, չէ՞, դրա համար էլ պահում է հիմա տնային կալանքի ռեժիմ, մինչև հիմա բանտային Սամվել Կարապետյանը խո հանցանք չի գործել։ Բարձր ինքը ընդամենը վախենում է Սամվել Կարապետյանից, իսկ թե ինչի է 5 տարվա մեջ իր վախերը տենց հիշեք, ասեք
2021 թվականին ինքը միացած բարձր ինքնագնահատական ուներ, չէ՞ իր մասին, այդպես բարձր կարծիք ուներ, ասում էր, որ ինքը իբր Չոբանի շունն է։ Հիշում եք, որ ասում էր գելխեղտն եմ, դե գելխեղտը Չոբանի շունն է։ Հիմա 5 տարվա ընթացքում թե ինչի եկե դառե տուզիկ, էդ էլ է։ Ղազանյանը դեպքում Փաշինյանը ունի աջակցություն դրսից, տեսանք նաև Եվրախորհրդարանի հարթակը օգտագործվեց հիբրիդային գործակալների դեմ պայքարելու համար, տեսանք, որ այո, աջակցող խոսքեր եղան, այս կոնսենսուսի պայմաններում ընդդիմությունը ինչ շանսեր ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանին դրսում աջակցում են, թող ինքը գնա դուրս, իրան աջակցեն, որտեղ որ իրան աջակցում են, թող ինքը ընդեղ էլ գնա։ Եթե իրան Ադրբեջանում են աջակցում, թող գնա Ադրբեջան։ Եթե Թուրքիայում են աջակցում, ոնց որ Հական Ֆիդանը հայտարարեց իր, թող գնա որտեղ հայ ժողովուրդ իրան չի աջակցում։ Որտեղ ինքը ինչ եկել է իշխանության, հայ ժողովրդին բերել է պատը 7 տարվա մեջ 7 պատերազմ բերած մարդը, հիմա խաղաղության բանը քարոզիչ է ձևանում։ Լեգիտիմացրել են ինձ տված ձայները։ Ոչ մի տես բան չի եղել, ինքը իշխանած զավթում է իրականացրել մշտապես ապօրինի կերպով, ինքը հայ ժողովրդի վստահությունը չի վայելում, հետևաբար ինքը հայ ժողովրդի իշխանությունը իրացնելու իրավունք չունի, ինքը ապօրինի է պաշտոնավարում եւ պետք է հեռացվի իշխանությունից մեկ օր շուտ։ Դուք շարունակելու եք ձեր հեղինակային հաղորդումները, մասնավորապես ասում եք Պետրոս Ղազարյանը շատ կհետաքրքրի իր հետ հաղորդում շարունակել։ Անպայման ամեն 3 շաբթի եւ ամեն ուրբաթ ժամը 23:00-ին տեսանյութեր հետո YouTube-ում պահպանվում են։ Գիտեմ, որ Պետրոս Ղազարյանի ամենասիրած հաղորդումը, դե շատերն են սիրում, ինքն էլ է սիրում այդ հաղորդումը։ Ինքը հիմա այս արդեն նկատել են, որ հանրայինում մնացել է հիմնականում այդ հաղորդման համար, այսինքն ապրանք է բերում, որպեսզի մատակարարի Ղազարյան versus Ղազարյան նախագիծը ստեղծելու համար։ Վաճ, ես դժգոհ չեմ իրանից։ Դժգոհ, մեկ է այդպես անկապ հյուրեր կանչում, բայց հիմնականում նորմալ է։ Դուք նաև իմպիչմենթի գործընթացին եք կողմ, որպեսզի այն կայանա ազգային ժողովում, հիմա շարունակելու եք նույն կերպով աջակցել այդ նախաձեռնությունը։ Անպայման, իմպիչմենտը պատկերացնում։ Դե ինչպես որ սահմանադրությամբ է գրած, այսինքն վարչապետին անվստահություն հայտնելու իրավունք ունեն ազգային ժողովի падգամավորները, դա շարունակում է մնալ մեր հիմիկվա օրակարգի գլխավոր հարցերից մեկը եւ մենք մեծ հույս ունենք, որ падգամավորները կշարունակեն ակտիվ նախաձեռնություն ցուցաբերել եւ այդ գործընթացը հասցնել ավարտին։ Սա այս process-ների հետ բացարձակապես ոչ մի կապ չունի։ Ավելի քիչ է մնացել այդ ընթացքում։ Impeachment-ը կարելի անել մինչեւ վերջին օրը։ Դա սահմանադրական որևէ սահմանափակում արկելք այդ իմաստով գոյություն չունի։ Պարոն Ղազարյան, ուժեղ Հայաստանից ձեր հայտարարությանը որևէ կերպ արձագանքել են իրենց միանալու։ Ով արձագանքի։ Ուժեղ Հայաստանից կուսակցությունից։ Ես ինքս եմ հայտարարել, որ միանում եմ ուժը, իրանք ինչ արձագանք են։ Իրենց, այսինքն մինչև իմ հայտարարությունը բնականաբար ես քննարկումներ ունեցել եմ եւ առաջարկել եմ, որ ես պատրաստ եմ միանալ եւ իրանք առաքություն չեն արդեն։ Չէ, ես միացել եմ շարժմանը։ Իսկ հետագայում ասենք, ես որևէ բանակցություն, պայմանավորվածություն, նախապայման, ինձ ինչ կարգավիճակ է պետք, ինչ կարգավիճակ կլինի, քաղաքական process-ների ես ինչ մասնակցություն, որ նման քննարկումներ երբեք չի եղել։ Ես ասել եմ, որ ես իմ ունակությունները, իմ ճանաչումը, հեղինակությունը, չգիտեմ, գործունեությունը բոլորի համար տեսանելի է։ Այս արդեն 2020 թվականից YouTube-ում է։ Ես առավոտը տնից հետում եմ YouTube-ից գալիս եմ տուն, ուղիղ եթեր է, իմ արդեն 5-6 տարի է իմ գործունեությունը բոլորի աչքի առաջ է։ Եվ եթե այդ մարդիկ իրանց թիմում կզգան, որ որևէ հարցում ես պատրաստ եմ օգտակարություն ունենալ, ես պատրաստ եմ անշահախնդրորեն այդ աջակցությունը, մասնակցությունը բերել, որևէ քաղաքական պայմանավորվածություն, դերակատարման եւ այլն վերաբերյալ իմ մասով չի եղել, չի եղել։ Առնվազն իրենք չեն հրավիրել ձեզ, դուք եք պատրաստակամություն հայտնել։ Գիտեք, այնքան բնական process է այդ ամենը չտեղի ունի։ Ասենք հիմա ես անծանոթ մարդ չեմ էլի, որ ինձ հրավիրեն, ասեն բանը, պարզ մարդկային շփումներ ալում, ցանկացած բան։ Հավաքում եւ իրենք որոշում են իրենց թիմի։ Այդպես հավաքագրում այդպես չկա, ասենք, որ հայտարարություն չեն տվել, ես կարդամ գնամ։ Ուղղակի աջակից եք։ Ձեր հայտարարությունից առաջ քննարկումներ ունեցել։ Անպայման, հա, բա ոնց քննարկումներ եմ։ Չէ, ես ասել եմ, ես կարող եմ հայտարարությամբ հանդես գալ, որ ես նույնպես միանում եմ, այդ այսինքն շատ բնական նորմալ, բա եթե մարդկանց հետ համագործակցում ես, բան չի։ Շնորհակալություն։